Հարգելի պարոն Առաքելյան, նախ հայցում եմ ձեր ներաղամտությունը և պարոն չասեմ էլի, ընկեր Առաքելյան ջան։ Ես սոցցանցերում արդեն վաղուց մի ծեծված հարց ինձ տանջում է անդադ։ Միթե ձեզ համար շատ մի դաժան բան կլիներ, այդքան պաշտոնյաներին, այդքան 13-րդ աշխատավարձ, ես իմ իշ պարգևավճարների փոխարեն, այ ձեր կյանքին ղուրբան, արա բռնեիք մի հատ 13-րդ թոշակ նշանակեիք ինձի կյանքս ուրախանալով բարեի էլի անցնեի, այ ցավդ տանեմ, այ պարոն ընկեր Առաքելյան, մի հատ կուզենայի ձեզանից ստանալ այդ վերջապես այս հարցի լուծումը, մեկը անդադ ասում ենք, մեջը բան չկա ախր։ Հարգելի Մայիս պապիկ ջան, շատ կարևոր հարց եք բարձրացնում, ընդ որում խնդիրը ոչ միայն թոշակառուների 13-րդ թոշակ չստանալն է, ինչը որ պատգամավորները, պաշտոնյաները տենց լեն ու բոլ ամեն տարվա վերջ ստանում են այդ պարգևավճարները, այլ ընդհանրապես թոշակն է։ Այո, ցավոք Հայաստանում թոշակը այնքան ցածր է, որ մի քանի օր է դա հերիքում, ընդամենը 36,000 դրամ նվազագույն թոշակ ունենք, եւ բնական է, որ ոչ թե 13-րդ, այլ մի քանի անգամ ավել թոշակ պետք է ամեն ամիս տրվի, որ կարողանաք այդ նվազագույն ծախսերը հոգալ։ Այդտեղ մեր լուծումը հետևյալն է, որ նվազագույն թոշակը պետք է լինի սպառողական նվազագույն զամբյուղի, այսինքն այն ծախսերը, որ կա, կենցաղային սնունդ, կոմունալ վճարներ, այսինքն մարդը, որ կարողանում է գոնե նվազագույն իր հոգսերը հոգա, որը կազմում է հաշվարկներով 82,000 դրամ, մարդիկ թոշակ ստանան։ Օրինակ այսօրվա տվյալներով որ նայում ենք, նախարարների աշխատավարձը կազմում է մոտավորապես 3.5 տարվա թոշակ, այսինքն մի ամսում նախարարները այնքան աշխատավարձ են ստանում, ինչքան նվազագույն թոշակ ստացող թոշակառուն ստանում է 3.5 տարում, ինչը բնական է անընդունելի է, սա նաև այդ սոցիալական բևեռացում է խորացնում ամբողջ երկրով մեկ, որ հարուստները ավելի են հարստանում, աղքատները աղքատանում են։ Մենք ստեղ այնպիսի լուծում ենք տեսնում, որ պետական պաշտոնյան պետք է մոտիվացված լինի եւ իր աշխատավարձը պետք է կապված լինի թոշակի հետ, այսինքն նախարարների այդ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը չի կարող լինել նվազագույն թոշակից 10 անգամից ավել։ Այսինքն մոտավորապես եթե պատգամավորը կամ նախարարը ուզում են ու որոշում են ստանալ 1 միլիոն դրամ աշխատավարձ, ուրեմն պետք է Հայաստանում նվազագույն թոշակը լինի 100,000։ Եթե ուզում են ավելի բարձր ստանալ, իրենք պետք է մոտիվացված լինեն, որ թոշակառուների թոշակն էլ բարձրն է։ Այսինքն այս համակարգը այսպես ասած կստիպի, որ բարձրանան եւ թոշակները եւ նոր դրանից հետո միայն նախարարների ու պատգամավորների աշխատավարձերը։ Իսկ ինչ վերաբերում է 13-րդ թոշակին, իհարկե սա նույնպես սիմվոլիկ ու կարևոր հանգամանք է, քանի որ վերաբերում է տարեվերջին, հաշվարկներով այսօրվա դրությամբ 13-րդ թոշակը կազմում է իր ծախսային առումով բյուջեի մոտ 0.5%-ը եւ սա մեծ խնդիր չէ։ Եվ այո, մեր իշխանության գալու պարագայում միջև թոշակների բարձրացումը, որը կարող է բավականին աշխատատար ու որոշակի բարդ process տեղի ունենա, երբ որ այդ նվազագույն կենսաթոշակին արագացնենք, բայց այս մոդելով թոշակառուների հոգսերը որոշակի թեթևացումը մեր համար ընդունելի է։ Շնորհակալ ենք ոչ միայն ձեր մտահոգությունների, այլ նաև առաջարկների համար։ Առողջ եղեք։